Ահա մեր Սուրբ մեծ Մասիսը եւ փոքր Մասիսը իրենց գեղեցկությամբ կարծես շպարված լինեն հատուկ մեզ համար տեսեք այս տեսարանը նյութական գեղեցկություն որը ուղղակի չես կարող ամեն օր նկատել որովհետեւ սա տրվում է երևի թե ամեն դարը մեկ անգամ եւ այս մեկ անգամը մենք ֆիքսում ենք այս գեղեցկությունը հրաշքը բնության հրաշքը աստվածային շնորհ որը մեր աչքերից ոչ ոք չի կարող գողանալ եւ սա միշտ այդպես է լինելու մենք հզորանալու ենք եւ Մասիսին նայելով որովհետեւ Մասիսը հայ ազգի հետ եղել է կա ու կլինի հրաշք տեսարան ով կարող է չհիանալ ուրեմն նա մեր գենի հետ կապ չունի ուրեմն նա հայ չի իսկ եթե հայ ես Մասիսը քո երակների մեջ է անկախ այս տեսարանից քո երակների մեջ է մարդկության երկրորդ հնարավորություն եւ թույլատրություն որ մարդը ապրի նորից ստեղծագործի եւ իր գործով փայլի բարություն ու լիություն բերի աշխարհին այսօր մեր ճանապարհները հատվում են խառնվում են երկու գեղեցիկ հարսանեկան արարողության հետ մի դեպքում ընկերներն են անակնկալանում մյուս դեպքում ընտանիքն է անակնկալանում սիրված որդուն եւ արսիկին երկրորդ դեպքը այն է որ մեր բարեկամներն են մեր արտաշատցի Սերո պախբերը իր գեղեցիկ ընտանիքով այնքան ենք բարեկամացել այս գործի շրջանակներում որ նա մեզ հրավիրել է հարսանիք բայց մինչ գնալը պետք է անակնկալ անենք նոր գնանք նստենք սեղան այսօր մի քիչ հետաքրքիր է տարբերվող ինձ համար էլ Վարդանի համար էլ ու Հայկո համար էլ Հայկին էլ է հարսանիք հրավիրված գիտեի Վարդան չէ ոչ չէ գիտեի ահա տորմուզ է տալիս էլեկտրական Volvo-ն ես արագ արձագանքում եմ նույնպես տորմուզ եմ տալիս այսինքն արգելակում եմ էլի եկեք խոսենք քայլը Սուրենավանում ենք ընկերներ Սուրենավանը մի շատ գեղեցիկ բնորան է որտեղից չես կարող չանցնել եթե Եղեգնաձորից գնում ես Երևան անցնելուց էլ կանգնում ես այստեղ լավ խանութներ կան որոնք ամեն ինչ մտածել են ճանապարհորդի մասին եթե այս կողմերով անցնելու կլինեք իմացեք այս խանութները կողքի Եվ իհարկե քյաբաբնոցը մեր անուշ աղբերների պատրաստ են ձեզ ձեր ճանապարհին օգտակար լինել այնպես որ չմոռանաք այդ մասին իսկ հիմա Վարդանը որոշել է մեզ սուրճը հյուրասիրի այնպես որ մենք դեմ չենք Վարդանը գնում է սուրճ հյուրասիրի մեզ Կա Վարդանը եկա բերեց այս երաժշտությունն ինչ է Հայկուի ես ինչ երաժշտություն ես դրել մենք հայոց աշխարհի քաղցրահամ հոլուզուրն ենք ուզում, այնպես որ դիր Խաչիկ Արենցի Գայանե Ազարյան, որևիցե մեկին դիր, որովհետև նրանք են մեր հայրենիքի համն ու հոտը տարածում երկի շնորհիվ։ Գնացինք բարեկամներ, Մասիսը վկա, Թուրքը ծնկիկ է գա, Թուրքը ծնկի է գալու։ Արադ Զոդի կամրջից հրաշքը շարունակվում է, սա հզորություն է ընկերներ, եթե տարվա մեջ մեկ անգամ էլ այս տեսարանը տեսնես, քեզ մի տարվա էներգետիկա է տալիս, որ հզորանաս և շարունակես հայեցի ապրելը, արժեքները պայես քո սրտում, քո հոգում և ապրես հայեցի, հայաբարի, հայ լինես, հայ լինելը դա Աստծու շնորհն է ընկերներ, Եթե դուք ծնվել եք հայ, իմացեք արդեն ունեք պաշտոն երկնային։ Մնում է պահեք դա։ Իսկ ես չեմ էլ կասկածում մի բան էլ ավել։ Մենք շարունակում ենք հզորանալ եւ մեր գենը անցնելով բազմատեսակ դժվարությունների մեջով էլ ավելի է կոփվում եւ գնում առաջ։ Ոչ մի դժվարության առաջ մենք դեռ ծնկի չենք եկել ու չենք էլ գալու։ Մեր համար մեկ խնդիրն այն է, որ մնանք հայ, ու մենք կմնանք հայ։ Մասիսը վկա, աչիցել են բլուրի վրա գեղեցիկ Սուրբ Աստվածածին եկեղեցին ապրի կառուցումը, որ նման հրաշք գաղափար է ունեցել եւ ստեղծել է այս պատկերը մեզ համար։ Հայաստան աշխարհի ցանկացած ճանապարհով անցնելիս, այս մեքենայի մեջից առանց իջնելու դու կարող ես նկարել Հայաստանի հրաշքները։
ամեն ինչը հրաշալի է։ Ես մենք շարունակում ենք մեր երթևեկությունը Արարատյան դաշտավայրի գեղեցիկ աշխատասեր ժողովրդի տնկած այգիների միջով։ Շնորհակալ ենք այս գեղեցիկ տեսարանի համար։ Բարի օր ախպերս, Թելմանի հարսանիքն է, Ազատ բարին։ Հա, բանին, ավելի մեկ է արտավազդի հարսանիքն է, կաղա կողմն է։ Մի րոպե, ես թողոշնի ճշտում անեմ նոր։ Ինչ չի, շար։ Հələ հիշացա։ Սերենադի տղեկից ես։ Հա, ագարձոնիստ եմ ես, հելանք հասանք բան, ուր էին գնացել, սպիտակ։ Հա, ես վերջին, դունդ էի։ Հա, տենում ես ախպեր, չեմ հիշում։ Բարեկամներ մենք ընկերների կողմից եկել ենք ընկերոջ հարսանիքին, խանգարենք ձեզ, թե չէ, թե սենց անցնենք։ Հա։ Այն դեյա, տես, Վարդան, Թելմանի և, չգիտեմ, Հարսիկի անունը պետք է ճշտենք։ Հարկավոր է ճշտել Հարսիկի անունը։ Տղեկ ջան, բարի օր ձեզ։ Հարսանիքա չէ ձեր մոտ։ Թելմանի հարսանիքն է։ Բա ջան, ախպեր։ Բա ով է Թամադան ախպերն է։ Թամադան իմ ընկերն է ախպերս, ինչ։ Անունը էլի ախպեր։ Արարատ։ Արարատ, կարանք հանդիսավարին հրավիրենք։ Կարանք ախպերս, որ ասես ինչ ապեր, պրոդյուսերն եմ ես ախպերս։ Հա, բան անենք, ախպեր, կանչենք թողա անակնկալ պետք է անենք, էլի, սիրուն կազմակերպենք, տնագերպենք, կազմակերպենք։ Բարեկամներ, հիմա մեր Արարատ ախպոր հետ լեսվում է։ Հնա չի լեսվում ախպեր, մեկ։ Ոչինչ, թողա շապորը։ Արարատ ախպորը կազմակերպել են գեղեցիկ անակնկալ ընկերների, անակնկալը իրենց ընկերոջը Թելմանին, ով որոշեց ամուսնանա եւ գեղեցիկ ընտանիք կազմի հայեցի սուրբ ընտանիք Թելմանի եւ Կրիստինայի հարսանեկան արարողությունն է վերևում, մարդիկ ուրախանում են, ինչպես նաեւ մեր Արարատ ախպերը եւ այս ամենին Սուրենը եւ Արտաշեսը որոշեցին միանալ իրենց շնորհավորանքով։ Նրանք հիմա այստեղ չեն, բացակային, բայց նրանց բացական ժամանակավոր է։ Քիչ հետո այլևս բացակա չի լինի։ Կգնանք կստանանք ներկան։ Ժաբաղցիների հարսանիքա, ախաչալակ էլի։ Ժաբաղցիներն են ուրախանում, բարեկամներ։ Մենք հիմա կգնանք ու կձուլվենք նրանց հետ։ Ժաբաղցու դասիմը ոչ մեկ չունի։ Հա, դեր շարունակում է տոնախմբությունը։ Չենք մոռանում, մենք պետք է հասնենք 100,000-ը YouTube-ում։ Բարեկամներ, եթե ուզում եք ձեր առիթներ այսպես շախով կազմակերպի, զանգեք այդ համարով ու կկազմակերպեն ամեն ինչով, հանդիսավարով, նկարողով, երաժիշտով, ամենակարևորը լավ տրամադրությամբ։ Շնորհակալ եմ Արադ ջան, ուրեմն բարձր գեղեցիկ ծափեր ենք տալիս մեր զույգի համար, ծափեր չենք մոռանում, լավ պարում ենք, ծափերն ենք լավ տալիս եւ ուրեմն մեր այսօրվա ամենասիրուն զույգը, թագավորն ու թագուհին Թելման եւ Կրիստինա, ձեզ նորից հրավիրում եմ պարահրապարակ, բայց ոչ պարելու, գեղեցիկ բան ենք իրար հետ կազմակերպելու, համեցեք, եկեք, ծափեր տվեք օրգան, թե չեն գալու։
Հələ, բայց աբաղցու տված ծապերին ես ծապեր եմ, այդ նորմա շխուր արեք։ Եմ սիրտս սիրուց երկինք է ճախլու Գակ, այսօր շատ գեղեցիկ առիթ է, Թելման ջան, ես պատկերացնում եմ քեզ ինչքան հարցրած կլեն, երբ ես պսակում, չէ, ճիշտ ասա, հլասա։ Այդ է, աղբերս, այսօր արդեն այսօրվանից այդ հարցը չեն տալու, որովհետև դու արդեն արեցիր այդ բանը։ Բարով բերով հայկական սուրբ օջախ ես կառուցում, որի համար բոլոր հավաքվածներն ուրախ են և ևս մեկ անգամ ծապեր են տալիս, ծապեր։ Շնորհակալ եմ ծապերի համար և հենց այդ ծապերի ներքո է, որ ես քեզ կտամ ծաղիկներ, որոնք ուղարկել են քեզ շատ սիրով ու այդ հարցը քեզ շատ տված մարդիկ, որ այստեղ ներկա չեն, բայց շատ են ուզում որ գտնեին, ասեմ մանաս։ Դե մի հատ նվիրում ես, ու սերը ցույց տալու համար դե պաչիկ ես անում ու ծապեր է տալի ես պայն բոլորը։ Անունը սրտիս մեջ կպահեմ ես անվերջ երդվում եմ քեզ Գեղեցիկ պահ, գեղեցիկ զույգ, գեղեցիկ կյանք ունեք դեռ ապագայում այս պահից սկսած և այդ առիթով շատ ուրախ են քո շատ մտերիմ ընկերները ովքեր չեն կարողացել ներկա գտնվել, հիմա հարց եմ տալու քեզ, տալիս եմ այդ հարցը, հա, պատրաստ ես, ում կողմից կլինի։ Իդեալների կողմից։ Շատ խոր իմաստ է, լավ բարձրից դու ինձ, դրա համար ես կասեմ, որ ընկերներից կողմից, դե դու ասես ամեն դեպքում։ Կարաս դու ասես, ես շատ ընկերներ ունեմ։ Քանի որ Թելմանը Անուշ աղբերա ունի մեծ շրջապատ շատ ընկերներ, քո ընկերներից Սուրենը և Արտաբազը, այս պահին ստանում են ներկա և շնորհավորանքներ, ծափեր տանք այդ ընկերության համար, Սրտիս մեջ կպահեմ ես շնորհավորելով չեն սահմանափակվել և որոշել են այս ձև ուրախացնել ձեր գեղեցիկ ընտանիքին և հիմա հարցիկին տվեցինք ծաղիկներ, քեզ էլ պետք է մի ուրիշ նվեր տանք, նվեր, որը բացվում է առաջնեկի ծնվելուց, համաձայն եք, կարա զույգել էլ մի, խնդիր չկա, բայց առաջնեկի ծնվելուց և հետևաբար մի հատ էլ հարց տամ, քեզ տամ թե հարցիկին, քանի երեխա եք նախապատրաստվում ունենալ։ 4-5-ը։ Ջան, դե ծափեր տվեք որ ունենան, հիշեք այս օրը 5 երեխա պարտադիր ձեր գեղեցիկ սուրբ օջախում թող ծնվեն։ Դե ձեզ բարձր տրամադրություն, լավ պարմուրախանում եք, ես էլ ներքևն էի պարում, ասեմ մանակ, ես ձեզ չէի թողել մենակ։ Ձեզ լավոր, ես գնում եմ, դուք մնում եք։ կպահեմ ես անվերջ երդվում եմ քեզ Շնորհակալություն։ Ողեկալ, սենց լավ հրամանդություն հաղորդեցի, վերցի և շնորհակալություն։ Ինչ շարունակության անոց երեսնենք, մի քանի րոպե, արտադրել Բարեկամներ, ահա այսպես է լինում անակնկալը պանաշմու և ահա տորտն է գալիս մեր սիրահարների գեղեցիկ հագեցած սպիտակ գույներով այսօրվա նման հենց սպիտակ, ամեն ինչը սպիտակ է ու գեղեցիկ, իսկ մենք գնում ենք սպիտակը թողած սև մեքենայի մոտ, որովհետև կյանքը մեզ համար սև մեքենա էր նախապատրաստել այս փուլում, այն հնարավոր է շատ շուտով դառնա ուրիշ գույն, բայց այս պահին սև, օրը սպիտակ, մեքենան սև, ինչու եմ ասում օրը սպիտակ, որովհետև մենք նորից գնում ենք հարսանեկան արարողության անակնկալ անելու և այնտեղ մենք հրավիրված հյուրեր ենք նաև, ցանկալի հյուրեր, ում հրավիրել են մեր սերոպ աղբերը որդուն ամուսնացնելուց որոշել է, որ մենք պետք է այնտեղ ներկա լինենք, կենաց ասենք ու խմենք, հայավարի ուրախանանք, գնում ենք Արարատը ռեստորան։ Բարեկամներ, Արենցու գովքի ներքո գնում ենք հիմա գեղեցիկ անակնկալ անելու։ Վարդան, գիտեմ, մի քիչ սխալ է, մի քիչ անընդունելի, բայց զույգի անունը չգիտեմ։ Սերոպ աղբորանը կարևորը գիտեմ, մեր Անուշ աղբերը, մեծ աղբերը այսօր ամուսնացնում է իր որդուն, ավագ որդուն, բայց էլ փոքր Անուշ աղբեր ունի էլի, այս լավն է, լավ ընտանիք են, բարի ընտանիք, ու մենք բազմիցս անգամ հյուր ենք գնացել, հարգված իրավիճակ է այս պահին, և մենք գնում ենք հիմա շնորհավորենք նրա որդուն ամուսնանալու արդիվ և հարսիկին իհարկե, գնանք տեղում անունները ճշտ ենք Վարդան։ Հիմա մենք գտնվում ենք քաղաք Արտաշատում, Արտաշատ փառքը շատ, գնանք Արարատը ռեստորան, որ արդեն նշմարվում է հեռվում իր գեղեցիկ լույսերով, երևի թե մեծ զալում կլինեն Վարդան։
Սերոբ աղբերը հարգված անուշ աղբերա, շատ մարդ կանչած կլինի իմ կարծիքով։ Կամ էլ որոշել է փոքր նեղլիկ մասշտաբային իրավիճակների մեջ լինի այսօր։ Տեսնենք ինչ կստացվի այսօրվա մեր գեղեցիկ առիթից, հա, այն մեծալն է, հա։ Դու ես մեկը մեծն է, մեկը փոքր է, մեկը պջիրն է, մեկը մեծ է։ Աղբեր, հա ճիշտ եմ եք։ Այն կողմը, սես ֆռա։ Բայլուս։ Լավ ես անում աղբերս։ Ջան աղբեր ջան։ Հարգանքներս։ Հա բա ինչ աղբեր, չգիտեիր, արիլը։ Արի տենա մլը, արի։ Ես էլ եմ բլոգ։ Հա, ինչ բլոգ ես անում աղբեր դու։ Չտեք թատիկը դու։ TikTok-եր ես դու։ Ուժեղ TikTok-ներ ես անում։ 3000 լայք ունեմ 500 պատվիշիվ։ Ջան, թխիտո է աղբերս։ Ես էլ եմ Արի դու թխի։ կապում ես իմ կանալն է ինքն եմ նկարում։ Հա, ուր աղբեր եք։ Դե առաջ գնա աղբերս։ Ուրախ աղբեր, ստենք մտնում թե յանը։ Հա, դե քաշեմ կայնեմ գամ, ջան։ Այկոյի, ինձ ուրախանում են տեսնելուց բոլորը բացի մի հոգուց։ Նա էլ մեր տան բնակիչ է։ Ներվերիս կարգավորիչն ու ուտողն է։ Այո, կա նման մի արարած անձնավորություն այս աշխարհում նրան կին են ասում։ Բա այնում աղբերն այք է։ Ձերո բարեկամս, այդ ինչեր ես բերը, աղբեր, այդ ծախ տալիս ես ինձ։ Հարց չկա բալուց։ Հազար բարի։ Աղբերս ես մասշտաբնի պրոյեկտավ։ Մանուշ աղբեր, ես անը բերը։ Էսի քավորի, Էսի քավորին ենք տալի։ Քավորը մարդ չի։ Այո։ Քավորը Սրբություն է։ Հա, այդ իմ խոսքն է, բայց ուրիշներից եմ վերցրել։ Էսի տվինք տղային։ Տղան երկարն է, հա։ Էսի հարսինն է։ Էսի հարսինն է Կիսուրի կողմից։ Կիսուրի կողմից։ Էս էլ արտերկրից մորքուրի, Կիսուրի մորքուրի կողմից։ Կիսուրի մորքուրի։ Հա։ Այսինքն ասա մորքուրի կողմից Երկու հատ վերց Վարդան, երկու հատ վերց։ Ինչով ենք օգնում քեզ։ Աղբեր երկու ծաղիկը վերցրեք, ցավը տանը։ Էսա, էս Այո, դու էլի չի։ Էս էլ պապայի կողմից է։ Էս է պաբանա։ Հա։ Պաբանա Դիլիջան են էթում աղբեր։ Դեթան Դիլիջան։ Բա Ստեփանն սեղանը ո՞ր։ Մեր կողմն է, էս ապեր։ Աղբեր մենք իրար կող ենք ցավը տանը Մենք մենք։ կոնյակը ոտերից տակը պահած է։ Ես այդում ենք կոնյակ ենք աղբեր։ Այն որ քանի տարի պահել է։ Հա, աղբեր, բա ծաղիկները ցավը տանեմ։ Ծաղիկները։ Կնոջնու հարսիկից։ Դա ելնում է պապայի, մամայի կողմից։ Հա, պապայի մամայի կողմից։ Կանի լուսոին ասեմ գա մի հատ։ Ջան, աղբեր ջան։ Լուսոին ասեմ։ Սարտին, հա։ Եկել ենք հարսանիք անենք աղբեր, հարսանիք է լինելու, քեֆներից քեֆ չի հասնելու։ Ջան։ Ջանը դապրի։ Համադային ասել եմ։ Բայց ես գլխարկս պետք է դնեի աղբեր։ Համադային ասել եմ, հեսա բան իրար կտենաս ասեմ։ Աղբեր, դու այտենց արագ սաղասի։ Էսի փեսային ում կողմից։ Մամայի։ Մամայի կողմից։ Այո, պապայի կողմից։ Այս Մամայի կողմից էսի ու այսի հարցին այնի հարցին։ Օպարեսը ծերելը վացելա։ Մամայի կողմից։ Մամայի կողմից այնի տղային էսի հարցիկին, աղջկան։ Էս էլ մորքուրի կողմից։ Էսի մամայի մորքուրի կողմից։ Արդ երկրից։ Աղբեր խիչ չես խմե դու վապշե։ Խիչ չես խմե։ Աղբեր այդ սխալը արե։ Ես այդ մենք խմենք, այդ սխալը պետք է ուղղվի։ Աղբեր ոչը մնդե որ բայց նկարնում կողմից է։ Սերոբ։ Փեսայի օրնումոր կողմից։ Փեսայի օրնումոր կողմից։ Քավորին ենք տալի էսի։ Քավորը սրբություն է, չի արետով։ Աղբերը մտման էր։ Ապեր կա հանդիսաբար նայեմ որ մայքի վրա բանա նկարած չէ՞։ Օ, ինչ գեղեցիկ ես, այդ ուրախացել ես որ աղբերը։ Ռուսուս իմ քուրն է, Մեր քուրն է աղբեր, մեր սաղի քուրն է, ասկուր չգցեմ որ դիտակ ես այդպես երկար բաներ ես հաշել։ Մասնեք ես, իրարեք մի բաժակ։ Օ, հարգանքներս, հարգանքներս։ Ես էլ քեզ աղջիկ Բան եմ մտածե։ Անդ դեպս չշերես գցե։ Այնի, ո՞ղեք ես բարտու լանգից։ Աղբեր, ես մի հատ բուկետը տալիս եմ արսկին, մի հատ ես կեսուր մայրիկին։ Այտենց սա ճիշտ է։ Գնացինք։ Ջան աղբերս։ Աղբերս, մեր սերով աղբերը մտցերը ցույց տա, ջան։ Բայց սաղ էջ, մեկ իրար խմելու են։ Աղբեր, Ես կծավը տալեմ։ Ույն կողմից ոչ թե մնա։ Աղբերս, ջան, խինք աղբեր, ահա։ Էդիկը չի տան սիրած չունի ինքը։ Ինքը սիրած չունի։ Վապշե ոչ մի հատ։ Ցերեկը 6-ից հետո ոչ մի սիրած։ Արդեն կնիկ տուն ընտանիք, всё, էդի վաղը արդեն։ Աղբեր, ես տժում են աղբեր։ Ես սա կալբակ։ Հələ մət հիշեմ, Վարդան։ Աղբեր, ոբշեմ։
Մենք ոսկեղենել ունենք տալու։ Արգանքների սավաստիկը ախպեր ես պետք է ձգվի էլի խավորի բանն է այս ախպեր նվերն է խավոր կնոջ Դայն ասեմ Արե չէ լավ ախպեր ճոգի Այս ես բրնի սերով Ասել ես որ ինի մորքուրի կողմից մեր կողմից Սկես ուրի մորքուրի կողմից է Սեփոնի մեջ այս երկի խմի Ստեփան դու գիտես ինչ ես մնում եք մեր տունը Մնում ենք հա Ջա գնացեք ելա Համադա ախպերն է Սեփան ջան Մատ իրար Ստեփան Արսեն բարեկամ սարի մոտ պլանավորենք եթանք Ուրեմ նայի Հա բավոնց Հա արի ախպեր Ո՞վ է դի ուժեղ ես ախպեր Ախպեր նայի Հələ դու ասի կոմեսես դե փեսու Փեսու Մեր ախպեր Հիմա փեսու թե հարսի Հազի պեսու Ախպեր ինքը անուշ ախպեր է հիբրիդ է ախպեր Հիբրիդ հյուր է ինքը ախպեր Մատ քելի առաջի սեր մենք քեզ տենալուց այդքան ուրախանում ենք Որտեւ ես ուրախ եմ ուրախությունն ինձ հետ է ման գալիս Լսի մեր Հայկոին ասում հեսա մեր Ստեփանն ասма բանը ասма կարամ տենամ Բաբա տեսել ես Ես կամում ենք, ես մնալու եմ արտաշ, այսօր արտաշացեմ Ստեփան everyday արտաշաց Ալան իմ քուրնա, ալան իմ ամեն իշտա Ալա քույրիկը մեր քույրիկն Որը էլ է սարև իրար է դետա գուրդե Ապեր ծաղկը սիրում բրնի, էլի ծավտն, մետ ինչ ես արեմ մեր ծաղիկը Մերնեմ քեզ ալինեմ Ես նա այսպես վզից բրնի, այսպես Դել է շտիրուն ախպեր Կուբիկը ախպեր, կուբիկները նայ մեր ախպոր Անտ ինչ է Դավիթ անհախտ, Դավիթ հզոր է Գալբիստ է Չէ, մատ նորից Չէ, ուտես վերջի պահը մի այ ձերդ պահի Օպա Մատ նորից դրավայ Ապեր մատ խավորի անունն ասենք Խավորի անունը Արի նու ախպերն է Արի Անակնկալը ոնց ենք սկսում։ Հա? Ում կողմից է ովշի անակնկալը։ Դու ես սա։ Բանուն է տալի։ Ապեր ես քեզ քան բարձր չեմ տալու։ Չտա։ Գնա։ Հա։ Ինչքան ձև կա Ձեյչ։ Ինչքան ձև կա լավ աններ Հա, անտիլ վիշի։ Մի հատ նկարեք, հետո նկարվենք։ Արա կեթան դու Սենց արած է։ Արես իշխավարը Չէ, լավ է։ Սենց արա ես, չէ, դու սենց արա, այսպես, ես Լավ ապեր, հատիր է լավ։ Նկարվում ենք ուրա, ով է նկարվում։ Հա, կայնի Հիմա ով է նկարվում ես, Վարդան է։ Բայ չէ Ուր է նկարումը։ Նկարեք մեզ։ Մայրենեկա նկարի Էն ինչ ես անում, այ ապեր։ Այս էլ ասի բան անում։ Վարդան։ Էդ ինչ այս բերը, ապեր ես եմ նայում։ ապեր սպան է ջնա։ Նկան իշխլամն է, Նկարել ենք, մենք իրան նկարեցինք։ Տատին է, ապեր։ Մենք ով իջանել նայել ենք, շատ սիրում ես Արդան Եթե պահը կգա, կասեմ պահը կտու կտաս։ Բավորի պատկերը տես մի ար։ Գևորգը Մարիաննան ամուսնանում են։ Գևորգը Մարիաննան ամուսնանում են։ Խավոր գարիկը իր խավոր կնոջ են միասին։ Գնացեք։ Խավոր կնգանունը Նարոյա։ Նարինա։ Սերի ցավը կա։ Դες կարա սկսես։ Վերանդը գնում են է Գևորգն ու Մարիաննան գնացին իրենց տանը։ Նարինե Գևորգ Մարիաննա։ Եկեք շատ բարձր սախարեք, անակնկալ երևետների, բարձր սախարությունները դիմավորեք, բարձր սախարեք, համեցեք։ Բարև ձեզ, հարմիներ
եկեք այստեղ, այստեղ լավ է։ Այս կենտրոնական պարահրապարակ թող գան։ Ծափեր։ Այսօրվա հագավոր կարգույն ունեն շատ անակնկալներ, բայց ովքեր նրանք ունեն, էլի մարդիկ կան, որ ունեն անակնկալներ, բայց սկսում ենք մեր գլխավոր օրվա հերոսից և հերոսուց։ Բարով եք կազմում հայկական գեղեցիկ սրտազան ընտանիք, ձեզ լիքը դապաներ կյանքում, առողջ լինեք իրար հետ, սերը թող աղբի բոլոր դժվարությունները, եթե համաձայն եք այդ սիրո մասին ծափեք։ Հիմա ես գտնամ ծաղիկներ, որոնք դու պետք է խնամքով, սիրով ու պաչիկով նվել ես հասիկի ծափեր են բարձրտան։ Ավելի ձերու է ու ես մնացած նվերները պետք կատամ, նկատում եմ ջուտը ծաղիկ կա, բայց սա արդեն հարսիկ կոնը չի, այստեղ մեր հոգի էր կա, որ տարիներ առաջ հարսիկ է եղել և հիմա ինքն հարսիկ չի, բայց ունի հարս, հոսք ես ու մայլիկը քեզ շատ սիրում է, շատ ուրախ է, որ դու եկել ես իր ուժած այդիս պաշարով, ունի քեզ համար նվեր, որը մարդանը վերցնելա չի տալիս, և նվերը ես ուզում եմ, որ նվերը այս սկեզում այլիկը, մեկ սիրով ուժերմությամբ կտշությամբ հանդրա հասնի քեզ, պես կհամանես, աշխատ պիտիս նվերը շատ։ Այս սիրել եմ հարսիների, սկզբից մինչև վերջ, նեն շնիկ ես իշխը սիրել։ Լավ կանիկ ես գալի, ես որ անձամբ ծանոթ եմ, ես դեպ նախանձում եմ, ուզենա առաջիք միներ գալ հասին ասնում, բայց ստեղ շտասվալ։ Ծապեր տվեք ես սիրուն ընտանիքի համար, և ես ծապերի ներվում այստեղ եմ վերաբերում ընտանիքից եպես մենք շատ կարևոր ամենագլխավոր մարդուն ծերով պատմերալի է, ինչ ես կանեներ, ծապեր տվեք։ Ես կանձում եմ սերը պախվոլը, որովհետև ստեղ սիրային պարկար, շատ սիրով լի ընտանիք ես գնում, ինչի ապացույցը հենց հիմա սկեսրայր հայրիկը կապացույց է, ցույց կտամ, եկիք ձեր ընտանիք ես գնում, շող ինչ է որ դեպ աչայից բանը։ Ես ապերները բայց սկսում աջում, դու բրակ։ Ամենեկանը ես ասեմ հատուկ ես ծաղիկները և ոսկեսում այլիկի կողմից է հենց սկզբից բարեկամական հարաբերությունները հաստատում, որ կռիվներ չանեք, ջոգիր բարները, հա, համազան ես, եթե չեք ուզում կռիվ լինի այս գեղեցիկ օժախում, մեծ է ծաղր։ Դե ոսկի և ծաղիկը տվեց սկեսում այլիկը նշանակում է սկեսրան այլիկը ունի նվեր, և այդ նվերը ես արդեն քիչ անում եմ։ Հեսա, գիտեք ինչ նվեր այս, շատ կարևոր գեղեցիկ նվեր, որ տալիս եմ Գևորգին, բաց, բայց չկարնաս բարձր, թող չիմանան դուք ուր եք գնալու հանգստանալու, բայց սա հանգստանում եք իրեն շատ նավիրքի։ Ով ուզում է գնա հանգստանա, ծապերը տվեց, ով եք չեր ուզում, ծապ չտվեց, ու շատ տեսակ ով ծապ չեր կալի։ Եվ այսօրվա մեր գեղեցիկ ու կայնի լվավտը չի, իրոք է, մենք էլի մարդիկ ունենք այստեղ հրավիրելու, մենք այստեղ ենք հրավիրում այսօրվա այն էակի ու մարդ չեն ասում, նրան ասում են սրբություն, և մենք այստեղ ենք հրավիրում կավոր ժանարի ծապեր են մարդը, կավոր կինել է գալիս, նարդեր կուլի դուկել է գալիս, որտեղ կավոր են այնտեղ նրա կեսը,
կենտրոնական պարահրապարակում հավաքվեցին այսօրվա կարելի ասել ամենակարևոր մարդիկ, բայց էլ ինքնակարևոր Երբ շփտում եմ սիրտս սիրուց երկինք է ճախլում Ծափերտակը հարցիկի մամայի պապայի համար ուր է դրա Պապանա մենա Պապա Մեր ծափեր տվեք պապայի համար Առաջ լինես երևիչ Այդ քո մասին եմ խոսում չես տեսնում Բիրում ուրում ես մեծ ծափեր Գիրես չէ, քո համար նոր են երկու ծափը որ տապին են որ շփցնում եք Քո համար էր հատում, մետ պաչ հերի դες տրեկի Մետ պաչի կարա Կավոր ճան Շատ մեծ ու պատասխանատու գործ ես վերցրել Այդ առիթով քեզնից են շնորհակալ եւ երկուսի հանձնվում է նվեր որ Բացեք տեսեք ինչ գեղեցիկ նվեր են նախապատրաստել այս գեղեցիկ ընտանիքը ձեզ համար Դες ինչ լավ էի կապել, հեշտ բացված Ես եմ կապել Են ինչ էի դասը կապել, սեպանակը Ջան ապել, Ջան ասպերը Այո, նկարում վարկերված, գեղեցիկ կավորական ընտանիքներ, որ նկարում նայելով զգում ես իսկական սերը և շատ կարևոր է, որ այս սիրող ընտանիքներ խավորություն անում են Գևորգի և Մարիաննային։ Ծափերը բարձր են Գավորի համար։ Ես ասեմ ձեզ, որ Փեսան էլ նվեր ունի, մեր Գևորգը։ Ինչ ես հավաքում։ Էսի Գևորին ենք տալի մամայի կողմից։ Հա, ես գիտեմ։ Հա։ Ծաղել գիտեմ։ Մի ասեք, հա։ Գևոր, դու արդեն լսեցիր, որ նվերում ես։ Մայրիկի ու հայրիկի կողմից, բայց հայրիկը, քանի որ համեստության մարմնացում է, ասում է կասես մամայի կողմից է։ Ասեմ, բայց քո ծնողների կողմից է, քեզ շատ են սիրում։ Եվ այստեղ եմ հրավիրում պապային, որ նվիրի է։ Արի։ Նվիրի։ Այսօր ոսկեզօծոր է, դրա ապացույցն է երեք ոսկիները Պահեմ ես անվերջ, երդվում եմ կեզ, որ դու հիմնես հավեր Ես ատալիս Եվ երորդ ոսկին ես ավակրոցրեցի, չկա Ես մեկ արդեն գնում եմ, ես զույգին տանջելու թե ում կողմից կրնի Հերու տեղերից ունեք գեղեցիկ նվել, բայց հարսիկին նվել Տալիս եմ քեզ, բաց մի հատ էլ տեն սիրում տնենք ինչա Զգացիտ ինչա, իրար նման է Հասիկ դու բաղտավոր ես, ամեն ինչը մանրամասն մտածել են Եվ մատանի վերաբերյալ մտածմունքը արտահայտում է նվեր այս զգը Սիրում եմ որ, սիրում եմ կեզ, իմ սեջ Անունդ սարտիս մեջ Սիրում եմ ձեզ, մի բարձին վերանակ ծամերը բարձը ու նեզ բանը Որ կուրի անուն է Նազելի Նազելի, մորակույլը, հերվից, ուշադիր ակնոցները դրաց նայում ու հետևում է Ձեզ բարի բախտ երջանկություն, որովից էլ բարձր տրամադրություն, ես մնում եմ ձեր մտասում մանակ Ջան աղպերը Ջան աղպերը Ծափերը բարձր Ուր ենք ենք մանքել Ոսը Համիսավար Շնորհակալ եմ շատ Ջան աղպերը Վերձեմ ես դեր ծափին աղպեր Վենա ծափեր, եկես հաղարդա Սիրտ բարեկամներ ունենք շատ թանկ նվիրական կարևոր կենացներ, փորձենք բոլոր կենացները Վարդան արի Այս կենացները Բարև ձեզ հարգելի սեղանակիցներ, հազար բարի և պապիկների համար Ցավոք սրտի նրանցից ոմանք ֆիզիկապես մեծեր չեն Երանի թե ներկա լինեին ուրախանան և ուրախացնեն իրենց պապիկներին Բայց նրանք ցավոք սրտի հավերժի ճամփորդ են, որ տատիկների և պապիկների շատ են զբաղվում մեր բոլորիս
Շնորհակալություն, համեցեք զբաղեցեք ձեր պատմողները։ Այս աշխարհում իմ աղջկա սրտից են կողմ կյանք չկա հոգիս եղավ տակնու վրա երբ տեսա հարսի շորով նրան իմ լույս աղջիկ ոնց մեծացար ոնց նորահարսիկ դարձար
Հին ուշերի ճամփով անցնեմ Որ ես քոնուրբ ձեռքը հանձնեմ Քեզ գրկեմ ամուր Կարոտով օրորեմ Մանկության անուշ Երազի գրկում կորեմ Երջանկության արցունքները կամաց հոսում են ցած Երազելով զույգ սրտերը օրորվում են սիրահարված Իմ աղջական ոնց ես ասում ջերմակ հարսի շորը Ասես լինի նա երազում են ամենակաղցար օրը իր կյանքի երազանքի Չկա քեզնից քնքուշ Էս աշխարհում ոչ մեկը Քեզ օրորեմ անուշ Ու երգեմ քեզ իմ սրտի երգը Որ քո ամեն քայլի Սիրո երազի ճամփա Երջանկության լույսով փայլի Ու լինես դու միշտ անսահման Երջանիկ աղջիկ Ամենանուրբ ծաղի Շպիտով բարի Հետս նազանքով բարի Երջանկության արցունքները կամաց հոսում են ցած Երազելով զույգ սրտերը օրորվում են սիրահարված Իմ աղջական ոնց ես ասում ջերմակ հարսի շորը Ասես լինի նա երազում են ամենակաղցար օրը իր կյանքի երազանքի Երջանկության արցունքները կամաց հոսում են ցած Երազելով զույգ սրտերը օրորվում են սիրահարված Իմ աղջական ոնց ես ասում ջերմակ հարսի շորը Ասես լինի նա երազում են ամենակաղցար օրը իր կյանքի երազանքի իր կյանքի երազանքի Ախ ինչքան եմ սիրում քեզ Իմ աչքի լույսին կես Իմ հոգու անբաժան բաժին Քեզ հետ եմ քայլնի մարել առաջին Ուր ես գնում ուր Խնդրում եմ ձեռքը տուր Մեկ անգամ էլ գրկեմ ամուր Հպարտանամ որ ունեմ քեզ պես քույր Թե կյանքում կփորձես ինչ-որ բան լուր թաքցնել
Իմացիր, որ ես զգում եմ ինձ պետք չէ հարցնել Իմ ձեռքով քեզ անցնում եմ այսօր ուրիշին Բայց քանի դեռ ես ողջ եմ կողքիդ եմ հիշիր Դու իմ արյունն ես իմ թանկը, իմ զույգն ու կյանքը, իմ քույրիկ Քեզ հետ ծնվելը պարծանք է, եղբայր լինել արժանիք Ախ ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույս իմ կես, իմ օգու անբաժան բաժին Քեզ հետ եմ քայլի մարել առաջին, ուր ես գնում ուր, խնդրում եմ ձեռքդ տուր, մեկ անգամ էլ գրկեմ ամուր Հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր Ախ ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույս իմ կես, իմ օգու անբաժան բաժին Քեզ հետ եմ քայլի մարել առաջին, ուր ես գնում ուր, խնդրում եմ ձեռքդ տուր, մեկ անգամ էլ գրկեմ ամուր Հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր Որ ունեմ քեզ պես քույր Սիրուն այլ է։ Լավ ա եղել ուսես։ Նայ հա, ընես չլի սիրուն չլի։ Հլը մետ քո նկարն ուր ա, նկարդ ուր ա։ Ուր ես դրե։ Հեսա սիրող սրտերի նկարը։ Նկարվում են, ուր ա ֆոտոգրաֆը։ Էվոր ասում մեզ մատնական։ Աբոսան նկարում։ Հա, աբոն։ Մեռան սրտի։ Բայց քեն նկանել է փողոց Հա, ջանը մասը, հենա կամերան, սխմի, բայց այդ կամերան պետք է մաքրվի, ապրստի։ Մաքրված ա։ Ապեր պետք է մաքրվի, տղներ ջան պետք է մաքրվի։ Տղներ ջան, հայդի դզեր։ Մեռնեմ ծեր սրտին, Եվ ապեր։ ադոսի գարտաշացի գրուժ դուր է։ Ապեր մենք նույն տեղից ենք եկել։ Մենք նույն տեղից եկել ենք այստեղ։ Արա պրոստը, Սր մաշս։ ապեր, պրոստը, արտաշացիները չեն ալարը այսքան տեղ եկել են։ Մենք մնացել ենք երեքնա։ Ջան, մեռնեմ սրտին։ Ապերս։ Սպիտակ ավտոն, ինձ ու քեզ, լսի, կայն մի բանար, սիրո սցենաներ մի խաղար, կայն, լսի, սպիտակ ավտոն, ինձ ու քեզ տանի մեր տուն, հիմա կար սպիտակ ավտոն։ Բայց ու զգում ես, ես կարմիր խնձոր եմ տանում, մինչև հասնեմ մեր տուն խաբարը գա։ Ջան։ Լավ է բրատս Լավն ախպերս Ատենցի մեջ չեն նկարվի ախպեր, ալկանոցով։ Եկերեսի Հապա վերջի Ախպեր, լսի, նկարում են հեռասի վրա ֆիլտրա դրած ակնոցա բերում ջոգի, կանել ենք լուրձս նկարում ենք Ես եմ արել Ախպեր, սպիտակ ավտոն տանի մեզ տուն, կարմիր խնձոր տանում եմ երեք Ուրեմ նայի, աշխարի ամենաուժեղ մամայի ու դուստեր հետ եմ նկարում Մերսի, մենք Հիմա վիդեո է երևի, գիտես լուրջ ես ասում Իս թվում է վիդեո նկարում Վարդան ջան, մեզի ֆոտո ես անում, թե վիդեո ես անում Վիդեո ես չի անում Երկուսը Դες գիտեի, դեմից վիդեո էր անում Ստեփան, մի օր իշ կլինի, իսկականից Հայկու հետ եկեք մեր տուն էլի Ուր է Հայկույն? Նոյ, վան, հայրեքին էլ Հայկույն շատ բարդ հանձնավորություն է Մի օր կգա Ինքը շատ բարդ է Այսօր չէ Լսի, առավոտից Զգում ես չէ կգա ոնց է ինքը Բան փախոստի չես վերցում այսինքն Բաներ չես վերցում այդ օրը Անակնկալ չես վերցում Դաժանը Ինչպես թե Ես շուրախացնեմ մարդկանց Երեկոյան կգաս լավ Երեկոյան կգամ Հիասքանչ Հիասքանչ Ամեն դեպքում այո Լավ Գալիս եմ Ամեն բան շատ Լավ Դավիթ ջան հելանք Դու ջոգի չէ
Կյանքը սպիտակ ու սև նոտաներով է։ Հաջող ձեզ։ Բայց ով կարմը նվագի, համ պարտվի, համ հաղթի, ինքը միշտ սիրուն կյանք է ապրում։ Ապրեք, շնորհակալ ենք շատ։ Լսի, Շատ։ բայց այսօրվա ամենասիրունը լույսն է մնացել։ Ջոգիր, Շնորհակալ ենք։ ամենասիրունն էր։ Դե նման սիրուն։ Ջան! Աղբերես, խմած վաղ չքշես, ճիշտ ես անում, նստի շոֆերի կողը ցավը տանեմ։ Առողջ ես, ուրախ ես։ Ես միշտ հորդորել եմ, որ հարբած ժամանակ պետք չի մեքենա քշել։ Բայց եթե ասենք թե ձևը գիտեք խմելու, միշտ էլ կարող եք վարել մեքենա։ Ախպեր խմած էլի։ Խմած ճիշտ չի քշելը։ Ես հետևի ջուր եմ շփելու։ Ջուր եմ բերել։ Կարաս կամած։ 4 ժամում հասի։ Ուրեմն նայեք, ես Կարմիր խնձորը տանում եմ Եղեգնաձոր մինչև հասնում խաբարը գա։ Всё։ Всё։ Շնորհակալ եմ բոլորիցդ, սրտանց զգացված եմ, լավ ելնեք միշտ ամուր ու ձեր տեղը։ Շնորհակալ եմ։ Վարդան, Կարմիր խնձոր քեզ, դու ամուսնանալու ես, ասեմ մնաս։ Եվ մեր բաժանորդները քո համար, մեր բարեկամները քո համար անտիր կատնակեր տան աղջիկ են գտնելու։ Գույտ իմացած եղի։ Ախպերս, ես քեզ Կարմիր խնձոր եմ տվել։ Արարատը ռեստորանից գնում ենք ուղիղ Եղեգնաձոր։ Եվ մեր հետ է բարի էմոցիաները, լավ ու գեղեցիկ էմոցիաները եւ հանդիսավարների գեղեցիկ խումբը։ Բարեկամներ, հաջողություն բոլորիդ, մենք շնորհակալ ենք բոլորիցդ ու գնում ենք։ Հլնայով ագալի։ Մենք ջուր ենք լսում ձեր հետևից։ Ջուրը բյուրեղյա ջուր, մաքրամաքուր։ Շնորհակալ եմ, ապրեք։ Հաջողություն։ Բարեկամներ, մենք մասնակցեցինք գինու փառատոնին, գնացինք, մեր շրջապտույտը արեցինք եւ ետ եկանք։ Հիմա ուզում եմ ձեզ լրիվ տեսական ձևով ցույց տալ, թե ինչ է կատարվում, երբ որ մարդիկ դադարում են ապրել։ Տեսեք, հիմա մտնում եմ նույն փողոցը, որտեղ որ միասին այսօր շրջեցինք։ Ու տեսեք ինչ է կատարվում, եթե չկան մարդիկ։ Տեսեք, լրիվ նույն փողոցն է, նույն քարերը, նույն ասֆալտը, նույն գրությունը, որ գրված է քո գինու ճանապարհը սկսվում է այստեղից։ Տեսեք, բարեկամներ, եթե հանկարծ մարդիկ դադարում են շնչել, ապրել, ստեղծագործել, նմանատիպ պատկեր ենք ունենում, տեսեք, նույն փողոցն է, ոչ մի տարբերություն։ Միակ պակաս բանն այն է, որ այն մարդիկ, ովքեր ցերեկը զարդարում էին այս փողոցը, հիմա տանը քնած են, այստեղ չեն։ Սա տպավորիչ օրինակ է այն մասին, որ եթե դուք դադարում եք ապրել ու ստեղծագործել, ձեր կյանքը նմանվում է անշնչության։ Հիմա այստեղ անշունչ է ամեն ինչ։ Չես կարող ոչինչ անել, որովհետև մարդիկ չկան։ Հետևաբար պարզ իմացություն եւ գիտելիք, եթե մարդիկ չեն արարում ու չեն ստեղծագործում, ամեն ինչ դառնում է անհետաքրքիր, ինչպես այս փողոցը։ Այս փողոցը մոտավորապես, եթե ժամով ասեմ, մոտավորապես մի 8 ժամ առաջ մեկ ուրիշ իմաստ էր իր մեջ պարունակում, իսկ հիմա այլ, որովհետև մենք չկանք։ Ինչ չեմ առանձնացնում։ Մենք բոլորս մեկն ենք։ Եթե մարդը չի ստեղծագործում, չի ապրում, նշանակում է չկա ոչինչ։ Հետևաբար խոսքը եւ իմաստը այն մասին է, որ ապրեք ու ստեղծագործեք ամեն վայրկյանը ձեր կյանքի։ Որովհետեւ հենց դրանով է կյանքը հետաքրքիր։ Եթե դուք չլինեք, եթե դուք ձեր ուզածը չանեք, կյանքը հետաքրքրությունը կկորցնի։ Չէ, Վարդան, տես չի, ասա այո։ Այդպես է որ կա, տեսեք, նույն փողոցն է, ոչ մի տարբերություն։ Այսօր այստեղ մենք քայլել ենք։ Եվ ես իմ գործը անելուց հետո մտածված վերադարձա Արենի գյուղ,
եւ ձեզ ցույց եմ տալիս այն պատկերը, ինչը որ հիմա կա։ Եվ այն առանց ամբողջի է, այսինքն առանց մեզ։ Եթե մենք չկանք, աշխարհում ոչ մի գեղեցկություն չի կարող գեղեցկություն համարվել կամ ինչ-որ արժեք ունենալ։ Մենք ենք արժևորում եւ ստեղծում կյանքը։ Հետևաբար բոլորս իզեն եւ պայքարենք այս կյանքում։ Այս տեսանյութի վերջում այսքանը լայքեք, բաժանորդագրվեք եւ մի մոռացեք մենք ունենք լուրջ նպատակ, որ մինչեւ 2025 թվականի ավարտը ունենանք 100,000 բաժանորդ YouTube-ում, այնպես որ ով չի բաժանորդագրվել, բայց հետևում է մեզ, մտեք ու բաժանորդագրվեք, թե չկա նեղանամ, իմ մարև, դա նեղանամ փիս ձևի, վատ կզգամ ինձ, վատանն էլ, չէ՞, դե գնացինք տուն, գնում ենք բարի գիշեր բոլորիդ, կամ լավոր բոլորիդ, ստեղծագործեք եւ ապրեք, իմ միակ ցանկությունն ու մաղթանքը ձեզ այդ է, ստեղծագործեք, քանի ապրում եք, կյանքը շատ հարթ է։